Ողջունում եմ նախ հարգելի գոլեգաներ, հավելիցիներ, հուսով եմ այսօր մենք շատ լավ ժամանակ կանցկացնենք ու շատ մեծ գիտելիքներով կգնանք առաջ։ Գիտեք ինչ է սա, մեր ամբողջ կյանքը ես նմանացնում եմ այս հատորը ողջաշելով, Микрофон, Артаваз Джан, микрофон. Давайте в микрофон, либо громко кричать. Ամբողջ կյանքի ընթացքում մենք մեր հետևից քաշ ենք տալիս մեր պրոբլեմների հերը։ Ու մեղադրում, դրդնջում, որ ամեն ինչ այն չէ, ինչ որ մենք ուզում ենք։ Ինչ եք կարծում, հարգելիներս, նման մարդկանց մոտ կարող են ինչ-որ գետեր խոսել ֆինանսական։ Ըստ ձեզ։ Եթե անընդհատ դժգոհենք, անընդհատ մեղադրենք, ինչ-որ մեկի պատճառաբանություն խնդրենք։ Կարելի է նաև նստել աթոռին, նայել մարդկանց, սպասել մեր երազանքների մեծ գումարների, երազել մեծ գումարների մասին, մեր աստղային պատկերացնել աստղային ճանապարհի, ինչպես կարող ենք հասնել ակատնագետներին, անընդմեջ երազել, բայց ոչ մի բան չունենք, ինչ եք կարծում, նման մարդկանց մոտ երբևիցե իրանք երազանքները կարող են իրականացնել։ Սոնի նստել ու սպասել։ Կամ հիանալի արագ։ Աշակերտը հասնում է իր իմաստուն ուսուցչին, ասում է ուսուցիչ, երջանկությանը շատ պետք է սպասել։ Ասում է, եթե սպասես, երջանկության սպասել, ուրեմն երկար է սպասել։ Ինչ է կատարվում։ Նույն բան կարող ենք մենք կանգնել աթոռի վրա, նայել դեպի հորիզոնը։ Դեպի հեռանկարները ինչ հնարավորություններ կա ընդհանրապես, ինչ քայլերով կարող ենք առաջ գնալ, ինչ քայլեր մի քայլ ավել, քան երեք են կարելի է այսօր անել, որ վաղ հասնենք մեր երազանքներին, մեր նպատակներին, մեր բարձրալի մեծ գումարներին, որոնք մենք երազել ենք, գալով մեր ընկերություն։ Իմ ելույթը հենց այդ մարդկանց համար է այսօր, որ սովոր չեն նստել աթոռին ու անընդմեջ երազել, անընդմեջ սպասել։ Իմ ելույթը հենց այն մարդկանց համար է այսօր, համոզված եմ, որ բոլորդ այդ նպատակով եք եկել, ինչ որ բան սովորենք, ինչ որ մի քայլ ավել անենք, ինչ որ մի գործողություն